ամբողջ ընթացքում, որ ես պատրաստ եմ եղել ամեն ինչի, որ ինչ-որ մեկը ինձ ինֆորմացիա տա տղուս մասին։ Դու ես ամբողջ ընթացքում ամեն ինչ իմացել ես, հետը հանդիպել ես, ու ինձ դրա մասին ոչ մի բան չես ասել։ Մի գոռա։ Դու ինձ չասես ես ինչ անեմ։ Թե քեզ լավ ես զգում, որ Հենրին հետս չի խոսում, դե դու բարի ես, պուպուշ ես, պիտի միշտ հետդ շփվի։ Բայց ճիշտ ես ասում, պապ։ Եթե չենք գտել, ուրեմն ինչ-որ առումով հուսադրող է։ Աննա կզանգեմ, էլի։ Միքայել, սպասիր, շտապա։ Հենրիի հետ է կապված։ Չգիտեմ ինչքանով է ճիշտ, բայց կարծում եմ դու պիտի իմանաս։ Ինչ իմանամ, Աննա։ Արի Յանայի տուն, հեսա ես քեզ հասցենք ուղարկեմ։ Այդ տղա ինչ ասեց, ինչ է իմացել։ Կգամ կասեմ։ Գժվել է։ Գժվեք։ Հորքուր կանչի դրան։ Եթե Աննային նկատի ունես, տանը չի։ Ուր ա գնացել, կանչի թող գա։ Նախ քեզ կարգի հրավիրի։ Ես ինչ ա վիճակդ։ Հորքուր սոսը տեսել ա դրան, հասկանում ես, տեսել ա։ Ես ինչ էիր ուզում։ Ոնց էիր պատկերացնում, ամբողջ կյանքում պիտի կարողանաս շեղեցնել այս ճանապարհները։ Հորքուր կարա ամեն ինչ ջրի երես դուրս գա, դու դա գիտակցում ես։ Պատկերացրու գիտակցում եմ, գիտակցում ու սարսափում եմ, որովհետև ի տարբերություն ձեզ ես չգիտեմ ոնց եմ նայելու Աննայի աչքերի մեջ։ Աննայի աչքեր ինձ ընդհանրապես չի հուզում, սոսը գիտի, որ դա հղի ա, ու այդ հղիությունը շատ ծանր ա տանում։ Փաստորեն հետևել ու տեսել ա։ Եթե Աննան տեսած լիներ… Սուս մնա, խնդրում եմ։ Կյանքում ցանկացած սուտ մի օր ջրի երես ա դուրս գալիս։ Մենք էլ չենք կարա թույլ տանք։ Մի բան մտածի, խնդրում եմ, մի բան արա։ Քո ամուսինն է ես մտածեմ։ Ու շատ հետաքրքիր է ես այդ ինչ պիտի մտածեմ։ Գիտես ինչ, ես ինձ շատ վատ եմ զգում, որ ամեն անգամ ստիպված եմ լինում հայտնվել ձեր երկուսի խոսակցությունների մեջտեղում։ Դու միշտ էլ մեր խոսակցությունների մեջտեղում ես եղել։ Ուղղակի առաջ միշտ Աննային էիր պաշտպանում, իսկ հիմա ինչ-որ բան փոխվել ա։ Ինձ տանել չէիր կարողանում։ Գիտես, մտածում եմ, ինչ ա փոխվել ու հասկանում եմ։ Ես հիմա հասարակ մեկը չեմ, Հորքուր։ Ես հիմա մեծահարուստ գործարար Սոս Բերբերյանի կինն եմ։ Չես ամաչում, փաստորեն ես քեզ համար նյութապաշտ ու փողամոլ մեկն եմ, հա։ Ուրիշ բացատրություն չունեմ։ Եթե ինձ փողը հետաքրքրեր, ես այդքան տարի Աննայի հետ չէի ապրի։ Ստիպված չէի լինի կուլ տալեն ամեն ինչ կուլ եմ տվել։ Ստիպված չէի լինի պահել ձեր գաղտնիքները։ Գայիր Մոսկվա, ես քեզ միշտ կանչել եմ։ Չէ, քո շահամոլ և նյութապաշտ հորքորը չէր կարող Աննային մենակ թողնել։ Էնել են ժամանակ, որ Աննան նոր էր ամուսնացել, ու իրա կյանքի միակ մարդը ես էի, որ կարող էի կողքին լինել իրա դժվարին պահերին։ Էդ առաջ էր, բա հիմա ինչի ես խառնվել իրար։ Որովհետև գիտակցում եմ, որ եթե երկար մնացիք Սոսի ու Աննայի հանդիպումը անխուսափելի է։ Ու չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի, երբ Աննան իմանա, որ թաքցրել եմ
Սոսի ողջ լինելն ու քեզ հետ ամուսնացած լինելը։ Ես ոնց եմ այդ երեխու աչքերի մեջ նայել։ Այդ երեխետ ուժեղ աղջիկ է, մի կերպ կդիմանա։ Ես հասկանում եմ շատ դժվար է բալես, բայց միակ ձևը, որ դու շարունակես հանգիստ ապրել, դա հերին մոռանալն է։ Դու ամեն ինչ պետք է անես, որ մոռանաս։ Խոստանում եմ կմոռանեմ։ Բայց սերը ինձ չի խանգարի։ Չնայած ամբողջ կյանքում մտածում էի, որ սերը հաղթում է։ Այ հենց սկզբից մեզ լսեիր, այդքան ասում էինք ես էլ ավակնել, որ գործ չունես այդ տղայի հետ, չէիր լսում։ Այ եթե սկզբից պատճառն ասեիք, բանը ստեղ չէր հասնի, ու ես այսքան չէի տառապի։ Եթե իրական պատճառն իմանայիր, միգուցե մենք հիմա քեզ կորցրած լինեինք։ Ով գիտե ինչ արձագանք կտայիր։ Եթե իմանայր, որ մենք քո ծնողները չենք, որ Միքայելի աղջիկն ես, ու Հենրին էլ եղբայրդ է, հարազատ եղբայրդ։ Էլի տխուր են գեղեցկուհիներս, թե ինչ-որ բան փոխվել է։ Չէ, չի փոխվել, բայց ցանկություն կա։ Ամենակարևորը ցանկությունն է։ Մնացածը ցանկության հետևանքներն են։ Անգրենան խոսք տվեց, որ ամեն ինչ կանի, որ Հերին մոռանա։ Մենակ սենց կարող ես ոտքի կանգնել բալես, ու դու պարտավոր ես ոտքի կանգնել, կյանքը շարունակվում է, դեռ շատ բան ունես անելու, ճանապարհի մեջտեղում չի կարելի հուսալքվել, դեր կհասցնես սիրել, սիրահարվել, մեկ ուրիշի հետ կյանքդ կկապես, այդ մեկը չեմ խոստանում, ինձ չի թվում, որ այսքանից հետո ես կարամ ինչ-որ մեկին սիրեմ ու վստահ եմ։ Բալես հասկանում եմ, վերքը հլը դեռ թարմ է, չի հասցրել սպիանալ, բայց ժամանակը կանցնի, դու կմոռանաս, նորից սիրտդ պատրաստ կլինի նոր հարաբերությունների, նոր սիրո, խնդրում եմ բալես, ժամանակա պետք, հիմա հանգստացի, ամեն ինչ կանցնի, ամեն ինչ լավ կլինի։ Մենք քո կողքին ենք։ Լավ էլ որ չես գտե քեզ համար։ Վերջապես գտանք քեզ տղես։ Հետո ես ինչ ցիրկ ես սարքել։ Քեզով է թողել, որ տեղս ասես։ Հենրի, բա ինչ անեի։ Երկու քարի արանքում էի, չգիտեի աչ գնայի թե ձախ։ Պապայիդ ես ոչ մի բան չեմ ասել, բայց տիկինանային չէի կարող չասել, տես ինչ վիճակում է։ Հավատա, պապան էլ շատ վատ վիճակում էր։ Դու չես պատկերացնի մեր տանի ինչ է կատարվում, բոլորս գլուխներս կորցրել ենք։ Որ պետք լիներ։ Ես քո հետ կապի դուրս կգայի մամ։ Պետք էր։ Հավատա, արդեն նույնիսկ ուշ էր։ Ես գիտեի խելքը գլխին աղջիկ ես դարձել։ Դու մի ասա, այն հին ցնդացն ես։ Տղա ջան, մտք ասես ինչի ես խուսափում մեզնից։ Լուրջ։ Չգիտես։ Հեսա կհուզվեմ։ Նորմալ խոսի պապայի հետ։ Մեկ էլ իրան հիշացրու, որ ես իրա տղեն եմ։ Լրիվ 2 տարեկան երեխա է դարել։ Գնամ հետևից։ Չնեղացնես երեխուն։
Տեսականն է Բագրատովնա։ Ինձնից նեղացավ։ Ոչինչ, Յանա ջան։ Դու շատ ճիշտ արեցիր, որ զանգեցիր։ Մենք ահավոր անհանգիստ էինք, արդեն ինչ ասես մտքներովս անցնում էր։ Հերի, շունչս կտրվեց, մետքես հավաքի, հանգստացի էլ է։ Չի կարա մի մարդ, որ շատ երկար ժամանակ, սիրում է մի աղջկա, հետո էլ պարզվում է, որ քրոջն է սիրել, ինքը հանգիստ լինի։ Կարևորը պարզվել է։ Դու լուրջ, տենց հանգիստ ես խոսում այդ ամեն ինչի մասին։ Լավ, ներվայնացար, հիմա հանգստացի ու անցի նորմալ կյանքիդ, կլինի։ Դու տեղ չթողեցիր, որ ես նորմալ ապրեմ ու անցնեմ նորմալ կյանքի։ Դե լավ աշխարհը չքանդվեց, նորից կսիրահարվես, Հենրի ջան, չհասկացանք։ Ես քո պես օրը մեզ չեմ կարում սիրահարվում։ Դու սիրել չսիրելու մասին ոչ մի բան չգիտես։ Հավատա ես էլ եմ քո նման զոհաբերություններ արել։ Հեշտ չի։ Տղես, ոնց ես։ Լավ եմ արդեն, պապ ջան։ Բա մեր տան թաքուին ուրը։ Լավ էլի, պապ։ Չես ծիծաղում, իհարկե թաքուի է։ Ուր ուզում գնում է, ինչ ուզում անում է, առանց տեղյակ պահելու, բա թաքուի չի, բա ինչ է։ Երևի ինչ-որ գործերով դուրս է եկել։ Հա, կամ էլ հորքուրի հետ կիսատ մնացած հարցեր ունի, գնացել է տեղը գցի գա։ Կարող է, պապ, բայց մի բան արա շուտ դուրս կամ էլ է այստեղից։ Համբերի, անում եմ, ամեն ինչ անում եմ։ Գործերը մնում են, պապ ջան, պետք է շատ շտապ արևային համակարգի գրասենյակի հարցերը լուծվի։ Կանենք, կլուծենք բոլոր հարցերը, հանգիստ եղի։ Սա է։ Հա։ Ինչ ես անում, ապեր։ Ինչ որ սրան հասնում է։ Քշի։ Որ լեշը չփռեցի, որովհետև ինձ շատ բան ունես պատմելու Բագրատ։ Այս մի փոքր ցավը չի խանգարի քեզ սիրտս հովացնելու համար։ Բայց ասեցիր, որ չես խփելու։ Դե տեսա չկարողացա ինձ զսպել։ Չսատկացրի համել, գոհես։ Չգիտեմ, Սեմ, պահվածքդ դուրս չի գալիս։ Մի քիչ էլ Մերիի մասին պետք է մտածես։ Մերին հասուն ու կազմակերպված աղջիկ է։ Իր գլխի ճարը հաստատ կգտնի։ Այ, օրը սպանողը պետք է պատժվի, որ հերս այն աշխարհում հանգիստ լինի։ Լավ, ինչքան կարանք սենց հերու տղա շունն ու կատու խաղանք։ Դու հոգի չունես, չեմ հասկանում։ Դու չես հասկանում, որ ինձ այս քո քայլերով ողջ թաղում ես։
Նույն բանը դու իմ հետ արեցիր։ Հասկացանք։ Արդեն եղել է, արել եմ։ Չգիտեմ, ասա ինչ կարամ փոխեմ, ասա ինչ անեմ, անեմ։ Անելուց առաջ էր պետք մտածել։ Ինչի մամայի հետ տենց վատ վարվեցիր։ Ինչի ես մեջքի հետևում ուրիշ կնոջ հետ կապվել ու երեխա ունեցել։ Պատճառները շատ են, Հենրի ջան, չեմ կարող հիմա քեզ ամեն ինչ բացատրեմ։ Կարող է մաման նենց բան արել, որ դու որոշել ես վրեժ լուծել։ Չէ։ Դու ճիշտ ես։ Մաման ստեղ կապ չունի։ Այս պատմության միակ մեղավորը ես եմ։ Աննա Բագրատովնա, սուրճ կխմեք։ Չէ, Յանա ջան, շնորհակալ եմ։ Փաստորեն լավ էլ գաղտնապահ աղջիկ ես, հա։ Հենրին այսքան ժամանակ քո տանն է եղել ու ոչ մեկից ոչ մի բան չես ասել։ Գիտեմ, մեղավոր եմ։ Բայց ինչ անեմ, Աննա Բագրատովնա, թույլ չէր տալիս ընդհանրապես որևէ մեկի հետ կապի դուրս գալ։ Գիտեք ինչքան եմ խնդրել, ասում եի գոնե մամայիդ ասեմ, որ այստեղ ես։ Չէր թողնում։ Անգամ հեռախոսն է կամրջից ցած նետել, որ ոչ մեկը չկարողանա հետը կապի դուրս գալ։ Հետո արդեն որ իմացա ինչ վիճակում եք, էլ իրան չեմ հարցրել։ Թաքուն զանգել եմ ձեզ։ Հենրի շատ է տառապում։ Նայում եմ իրան սիրտս կանգնում։ Հա։ Շատ է սիրում Անգելինայի։ Կյանքը չի պատկերացնում առանց այդ աղջիկա։ Հա, բայց ցավոք սրտի ստիպված է պատկերացնել։ Ոչ մեկս էլ չենք ուզում, որ այսպես ստացվի, բայց հիմա ունենք այն ինչ ունենք։ Անցյալը երբեմն շատ ցավոտ անակնկալներ է մատուցում, բայց պետք է ամեն ինչին պատրաստ լինել։ Այս փուլն անցանք, ամեն ինչ կարգավորվի։ Դե, հուսով եմ, որ առանց հետևանքների։ Առանց հետևանքների հնարավոր չի, բայց ամենասարսափելին կանխեցինք։ Չգիտեմ, ավակ, անդադ մտածում եմ, ինչ կլիներ, եթե հանկարծ Անգելինան ու Հենրին ամուսնանան։ Այդ փաստը ինձ տեղն ու տեղը գերեզման կտանե։ Դու մենակ չէի լինի, ես հետդ գալու էի։ Փառք Աստծո անցավ։ Անգելինան խոսք է տվել, որ ամեն ինչ կանի, որ Հենրին մոռանա, վերջնականապես։ Ես կբացեմ ես։ Մերի ջան, ինչ է եղել։ Այ լույս չունեմ, չգիտեմ ում հետ խոսեմ։ Ճիշտ հասցեով ես եկել, արի տեսնեմ ինչ է եղել։ Արի նստի, Մերի ջան, նստի։ Հա, ինչ է եղել։ Սեմի համար եմ անհանգիստ։
Ինչի՞։ Ինչ է պատահել։ Դե գլուխը մտցրել է, որ մեր հորը սպանողի հանդեպ վրեժ խնդիր լինի։ Ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել, որ հետ կանգնի այդ մտքից։ Ախր դրանով ոչ անցյալը ետ կբերես, ոչ էլ առավել եւս հորդ։ Դե ես էլ եմ այդ ասում, բայց չի լսում։ Ավելին ասեմ, վստահա, որ մարդասպանին գտել է։ Ապացույցներ ունի։ Այ արդեն ոչ մի բան չգիտեմ։ Անդադար կրկնում է, որ մեր հորը Բագրատ Լալայանն է սպանել ինչ-որ կեղծ գործարք կոծկելու համար։ Մերի ջան, խնդրում եմ հանգստացի։ Մենք ձեր կողքին ենք։ Մի բան կմտածենք։ Ջուր բերեմ։ Հիմա ուր է գնացել։ Կապի դուրս չի գալիս։ Դե որ զանգեց, ասեց ինքերոջ տանն եմ։ Բայց սիրտս ինչ-որ վատ բան է վկայում։ Դրա համար խնդրում եմ, էլի օգնեք գտնեմ։ Իհարկե։ Խմի ես ջուրը, խմի։ Ու հերիք այդքան մտածես։ Ամեն ինչ լավ կլինի։ Մերի, ինչ ա եղել։ Դե Սեմի համար ասած վիճակում։ Ինչի Սեմին ինչ ա եղել։ Ուզում է հոր վրեժը լուծի։ Վստահ է, որ սպանողը Բագրատ Լալայանն է։ Աննա Բագրատովնայի պապան։ Հա, հենց քո սիրելի Աննա Բագրատովնայի պապան։ Ոնց պատտվում ենք, դրանց ենք բախվում։ Բա հիմա Սամ նոր ամերի։ Չգիտեմ, ասաց ընկերոջ տանն եմ, բայց ես վստահ եմ, որ ինչ-որ բան է ծրագրել, որովհետև շատ լարված էր։ Լավ Մերի, եկեք ենթադրություններ չանենք ու սպասենք ավելի լավ է։ Ինձ թվում է, որ մի քիչ էլ սպասենք, արդեն շատ ուշ կլինի։ Պապ, ինչ ա եղել։ Էս ինչ արուն է։ Լավ եկար, բալես, թե չի արնակամ է լինելու։ Բայց ինչ ա եղել։ Շատ անսպասելի, մեքենայից կրակեցին ու փախան։ Ախր ենքան մութ ու կեղտոտ գործերի մեջ ես, որ վերջը սենց էր լինելու։ Սպասի շտապ օգնություն զանգեմ։ Չէ, պետք չի։ Զանգի բժշկին թող տուն գա։ Ոնց որ պահի լրջությունը չես հասկանում, հա, պապ։ Ալո, բարև ձեզ, խնդրում եմ կանչ գրանցեք։ Վիրավորում Հրազենից։ Տղամարդ 64 տարեկան։ Հա, Նազարբեկյան 62։ Արագացրեք, խնդրում եմ։ Լավ։ Պապ, կարող է օգնեմ գնանք ներս։ Չէ, պետք չի։ Հիմա շտապ օգնությունը կգա։ Իսկ չտեսար ինչ մեքենա էր։ Չէ, չտեսա։ Բայց տանը շուրջը տեսախցիկներ են տեղադրված, ֆիքսած կլինեն։ Բայց ես համոզված եմ, որ այդ լակոտն է եղել։ Ինչ լակոտ։ Այն որ Արամի հետ կռվեց։ Ու Արամիս հետ օրը գցեց։ Ես ինչ պատմությունների մեջ եք, մարդ գլուխ չի հանում։ Սպասի Սոսին զանգեմ, ասեմ ինչ ա եղել։ Կլինի գոնե այդ պատուանը փակես։ Օդ ենք շնչում։ Այդ մաքուր օդը շատ թանկ է նստելու երկուսիս վրա։ Ավելի դու քո ղեկին եղի, մնացած հետ դու գործ չունես։ Ախր ասեցիր չես կրակելու, ինչի վերջի պահին միտքդ փոխեցիր։ Հələ ուր ես։ Շունը կաղալով չի սատկի, սրա վերջը հələ գալու է։ Կոնկրետ փորձանքի մեջ գցեցիր մեզ։ Անգիստ եղի, քեզ ոչ մի բան չի սպառնում։ Այդ քեզ թվում է։ Շատ կոտրված եմ ու թուլացած, պապ։ Ես քեզ հասկանում եմ, Մերի, բայց հավատա ինձ, ես քո կյանքում նրա համար եմ, որ քեզ օգնեմ ոտքի կանգնես։ Ուղղակի դու պետք է ինձ նորից վստահես։ Ինձ սպանում այն իրավիճակը, որի մեջ հայտնվել եմ։ Մանավանդ գիտակցում եմ, որ անզոր եմ ինչ-որ բան փոխելու։ Փոխելու մասին պետք չի մտածել։ Պետք է իրականությունը ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա։ Ու շարունակել ապրել։ Ամեն օր, ամեն ժամ հետ եմ փորձում անեմ, բայց չի ստացվում։ Կստացվի։ Մենակ ես փորձում։ Դրա համար էլ չի ստացվում։ Հենրի, հավատա։ Ես կյանքում ինձնից լավ ընկեր չես ունենալու։
կներես տղես։ Իմ սուտը այսքան դառնություն ու ցավ պատճառեց քեզ, բայց վիճակի չեմ ճշմարտությունն ասելու։ Արամ արագած շուտ պապուտ են խփել։ Այսինքն պապ։ Գրակել են Բագրատի վրա։ Ով, չգիտեմ, արագած շուտ։ Ես ժամանակավորապես կանգնեցրի արյան հոսքը, բայց անհապաղ հիվանդանոց է պետք տեղափոխել։ Խցիկները ֆիքսել են ամբողջ ընթացքը, այդ թվում մեքենան եւ համարանիշները, այնպես որ հանցագործին շուտով կգտնենք։ Հա, շուտ գտեք։ Թե չէ քաղաքի մեջ զինված ման են գալիս վտանգավոր է։ Իսկ թշնամիներ ունեք, որոնց կասկածում եք։ Ինչ ա եղել։ Ինձ համար տնից դուրս եկա։ Մեկ էլ մի անգամից ոտքիս վրա ուժեղ տաքություն զգացի։ Հետո ցավ։ Նայեցի տեսնեմ ոտքիցս արուն ա գնում։ Մեքենայից են կրակել։ Իսկ մեքենայի համարները ֆիքսել ես գոնե, պապի։ Չասցրի։ Բայց մեր ոստիկանը ամեն ինչ արձանագրել է։ Տեսա խցիկը ֆիքսել է։ Փողը այնքան հիմար չի, որ իր մեքենայով գար։ Ոնց էլ չլինի, հետքի վրա դուրս կգանք։ Բոլոր ռեսուրսներն օգտագործում ենք, շուտով կգտնենք։ Մենք հիմա ժամանակ չունենք, պետք է արագ տեղափոխենք հիվանդանոց եւ պատրաստվենք վիրահատության։ Եթե կուզեք ձեր հեռախոսահամարը տվեք, նորություն լինելու դեպքում կկապնվենք ձեզ հետ։ Շնորհակալ կլինի։ Գրեք համարս։ Այն ավտոն մեր հետևից ա ոնց որ գալի։ Հանգստաց էլի, ոչ ոք էլ մեր հետևից չի գալիս։ Հաստատ մեր հետևից են գալի։ Կապիտան Մովսիսյան։ Դու գիժ ես։ Ինչ ասես, որ չենք մտածել։ Կարոտել էի։ Խրգոնը ինձ զանգիր։ Կարանք մենք էլ գրկենք, թե ծանոթապետ մեջ գցել։ Լագոտ, քունդատար գործել էինք, ես ինչ արին մեր հետ։ Կարևորը Տղեստանն է, մնացած հարցերը հերթով կլուծվեն։ Մինչ այդ երևի մեզ մի հատ ընտանեկան հոգեբան է պետք։ Ոչ մեկը ստեղում չենք։ Այդ էր մեզ բակաս հոգեբան։ Արևս։ Ֆայնան զանգեց, ասես, որ տուն ես եկել։ Չգիտեմ, թե ոնց եմ հագնվել դուրս թռել։ Դու ոնց էլ հագնվես մեկա սիրումս։ Էլմի, սենց բան են անում։ Ուր է իր տղա։ Հորքուր ջան, եթե սկսենք քննարկել այնքան բան կա, որ չի կարելի անել։ Դա ջան, ոչ մի բանը պետք չի քննարկել։ Կարող գիտեք գիտաժողով ենք հավաքվել։
Ընտանիքը ամեն ինչ լինում է։ Պետք է իրար սիրենք, գուրգուրենք, հարգենք, ներենք։ Անցնի գնա։ Չէ, Միքայել ջան։ Շախունցների ընտանիքում դա ընդունված օրենք է։ Սեմ Ավելյան, ոստիկանության նախկին աշխատակից։ Մի անգամից ասեմ, որ ես եմ կրակել մեքենայից ու վարորդը ոչ մի բանի հետ կապ չունի։ Անգամ տեղյակ չէր, որ պետք է կրակեմ։ Պատրաստ եմ, կարող եք տանել բաժին։ Ամեն ինչ լավ կլինի, չմտածես։ Վերին էլ կասես, թող ուժեղ մնա։ Սարքիր այ ախպեր։ Ամեն դեպքում կարծում եմ, որ դու պիտի Անգելինայի հետ հանդիպես ու խոսես տղես։ Չէ, մամ։ Չեմ ուզում։ Հասկանում եմ, որ չես ուզում, բայց պետք է։ Ամեն ինչ անում եմ, որ ատի ինձ։ Որովհետև ճշմարտությունը իմանալը իր համար շատ դաժան ու ծանր կարա լինի։ Բայց ճշմարտությունն էլ իր պահանջներ ունի, չէ։ Զանգել էի փակ համարից։ Չգիտեմ։ Շատ ցավոտ է։ Հասկանում եմ։ Բայց այդ երեխուն սենց ստանջելն էլ ճիշտ չի։ Հանդիպի խոսի հետ է։ Մեջ ընկանք։ Մի լավ ասացված կա, չես լսել, առանց կրակ ծուխ չի լինում։ Ոչ մի բան հենց այնպես չի լինում առանց պատճառ։ Բոլորդ էլ նույնն եք, թաթախված եք կեղտոտ ու սև գործերի մեջ։ Պարոն Բերբերյան, ուզում եմ տեղյակ պահել, որ Բագրատ Լալայանի վրա կրակողը արդեն ձերբակալված է։ Շատ օպերատիվ եք աշխատում, բրավո։ Իսկ անունը։ Սեմ Մանվելյան։ Շնորհակալ եմ։ Պապայիդ վրա կրակողին ձերբակալել են, բաժնում է։ Շատ լավ է, դե թող փտի բանդում։ Հիմա երկար ես նստելու այդ ուռենու տակ, թե վերջապես կկանգնես։ Ուր ես գալիս, ասեցի հետևիցս մի արի։ Լավ, գնում չեմ գալիս։
Շատ դժվար է առանց քեզ, Հենրի։ Անտանելի է ուղղակի։ Խոստանում եմ, որ պետք է մոռանամ, բայց ինքս ինձ չեմ կարողանում կառավարեմ։ Հալո։ Անգել։ Ես եմ։ Հենրի, լսում եմ։ Քիչն ես, հետդ խոսալու բան ունեմ։